Հանրապետությունում մինչև 2015 թվականի հունիսի 2-ը գրանցվել է օձի խայթոցի 14 դեպք, որից 6-ը Երևանում, 8-ը մարզերում։ Սյունիքի մարզում, մասնավորապես Կապանի բժշկական կենտրոնում, այս տարի օձի խայթոցի դեպք բարեբախտաբար մինչ օրս չի արձանագրվել։ Բարեբախտաբար այս տարի մենք թունավոր օձերի կծած դեպքեր չենք ունեցել ենք կարիճի միջատների կծած դեպքեր, հարթ են ընթացել, լավացել, տուն են գնացել, 3 դեպք է եղել, թունավոր օձերի կծած դեպքեր չունենք։ Բայց քանի որ մեր տարածքաշրջանը էպսի տեղ է գտնվում, որ թունավոր օձի կծած ամեն տարի մենք ունենում ենք, այսօր դեղորայքով հագեցված է բաժանմունքը, մարդիկ կարող են լինել շատ հանգիստ, հակաթույնը կա, բոլոր անհրաժեշտ դեղորայքները կան, պայմանները կան բուժվելու, ուղղակի ժամանակին չմոռանան ինչ էր պետք է կատարել թունավոր օձ կծելու դեպքում, շտապ ժամանակին հիվանդանոց հասնել, որպեսզի բուժօգնությունը կատարվի ժամանակին, որտեղ ինչքան ժամանակին է կատարում, այնքան բուժվելու արդյունավետությունը բարձր է։ Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնները, այդ թվում եւ Կապանի բժշկական կենտրոնը ապահովված են հակաթույնով, որի ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով։ Դա պոլիվալենտ շիճուկ հակաթույնն է, արտադրված Ուզբեկստանում։ Ներարկվել է թույն, պետք է պայքարել առաջինը հնարավորին չափ չեզոքացնել թույնը, երկրորդը թույնի պատճառով առաջացած վտանգներից խուսափելու համար կատարում են որոշակի միջոցառումներ, որովհետև բան չի փոխվել։ Այ ինչին է փոխվել։ Փոխվել է հակաթույն կոչվածը, ժողովուրդը որ ասում են հակաթույն արվել է, դրանք շիճուկներ են, դրանք նույնպես տոքսիններ են, բայց անհրաժեշտության դեպքում ներարկվում են։ Փոխվել են այդ տոքսինները ստանալու եղանակները, մեթոդները։ Մեթոդներն են փոխվել, ֆիրմաներն են փոխվել, առաջ կար մոնովալենտ շիճուկներ, այսինքն մեկ թույնի նկատմամբ։ Հիմա կա արդեն պոլիվալենտ, այսինքն 3 եւ ավելի թունավոր օձերի կծելու դեպքում, երբ որ ասենք թունավոր օձ, մենք իհարկե գիտենք մեր տարածքաշրջանը, որոնք են գյուրզան ու իժեն են, այդ երկու տեսակներն են ու դրանց տարատեսակները, դրանց թույների ազդեցության մեխանիզմը մենք լավ գիտենք։ Բայց այսօր քանի որ հակաթույն արտադրող ֆիրմաները կոնկրետ մի օձի նկատմամբ չեն, նրանք հաշվի առնելով, որ քաղաքացին չգիտի որ տեսակի օձն է իրեն կծել, հետաբար արտադրում է պոլիվալենտ շիճուկ, այսինքն մի դեղորայքի մեջ արկա է մի քանի տեսակ օձերի թույնի դեմ պայքարող շիճուկ։ Շիճուկը ստանում են անկախ ամեն ինչից, իսկ ժամկետանց դառնալու դեպքում այն խոտանվում է։ Շիճուկները բավականին թանկ են, սկսած 75,000 դրամից։ 75,000 դրամից սկսած 80-85 մինչև 100,000 դրամ, այո, բայց շիճուկը պետությունը հոգում է շիճուկի ձեռք բերել, հիվանդանոցը ձեռք է բերել շիճուկ, անկախ նրանից հիվանդ կգա թե չի գա, շիճուկը ունի ժամկետ, հետաբար եթե հիվանդ չդիմի մեզ, այդ շիճուկը ժամկետը կանցնի, մենք կխոտանենք, բայց մենք դրա համար չենք ցավում, որտեղ պետք է լինի, որտեղ թունավոր օձի կծածներն ընդհանրապես պլանավորված չէ։ Հակաթույնն արժե 70,000 դրամ եւ ավելի, բայց օձի խայթոցի դեպքում բուժումն իրականացվում է պետպատվերով։ Մեր հիվանդանոցը այո ունի այդ պոլիվալենտ շիճուկը, բավարար քանակությամբ, մարդիկ թող զգուշ լինեն, իհարկե օձերը չխայթեն, ուշադիր լինեն, մեր տարածքաշրջանում ագրեսիվ օձեր չկան, մեր տարածքաշրջանի օձերը խայթում են միայն այն դեպքում, երբ որ իրենց տրորում են, երբ որ ինքը զգում է իրեն նկատմամբ վտանգ, փորձում են բռնել, տրորել, այդ ժամանակ է կծում։ Հետաբար ուշադիր լինելու դեպքում կխուսափեն։ Իսկ կծելու դեպքում արագ հարկավոր է հասցնել հիվանդանոց։ Բազմաթիվ անգամ ասել ենք, լարաներ չի կարելի դնել, վերջույթները պետք է ֆիքսել, թույլ չտալ քայլել, եթե մենակ է, հնարավորին չափ շուտ հասցնել, արտածծել տարբեր արտածծող սարքերի միջոցով, ես մի քանի անգամ ասել եմ, ամենահեշտ տարբերակը դա շպրիցն է, 10 գրամանոց շպրից ունենալ անտառ գնացող մարդը ունենա իր գրպանում, այն կծած ծակած տեղից շպրիցը դնում է բացասական ճնշում առաջացնելով թույնը վերքից արտածծում, հետաբար պակասացնում թույնի ազդեցությունը, որը ավելի է հեշտացնում հիվանդի հետագա բուժումը։ Իդեպ հունիս ամիսը նաև բուժաշխատողների ամիսն է, նախ հունիսի 17-ը, այսօր արդեն կառավարության որոշմամբ հունիսի 21-ը հիշատակվում է որպես բուժաշխատողի օր։ Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանն ասաց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում չեն էլ հիշում, որ մասնագիտական տոն կա։ Բժիշկների տոնին մեկ ղեկավարության կողմից հիշում են, շնորհավորում են, նույնիսկ պարգևների են արժանացել, բայց որպես բուժ աշխատողի տոն, իհարկե գիտենք, որ այդպիսի տոն կա, գիտենք, որ հունիս ամսվա առաջին օրերին
բայց դուք հիշացրեցիք, որ այդ տոնը կա։ Մենք շնորհակալ ենք դրա համար ու շոյված ենք։ Առիթից օգտվելով Սարիկ Աթաջանյանը շնորհավորեց իր գործընկերներին, նշելով, որ իրենց նվիրված օրը հնարավորություն է տալիս արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ։ Ծանր դժվար մասնագիտություններ շատ կա։ Շատ կան, բայց այն ինչ կապված է առողջության հետ, այն ինչ կապված է մարդու ցավի հետ, դրա ամոքելու բժշկելու, այսինքն բժշկի մասնագիտությունը իմ կարծիքով ոչ թե ես որպես բժիշկ, այլ աշխարհում ընդհանրապես ընդունված բան է, բազմաթիվ անգամ լսել եմ մանկավարժներին այդ ուղղությամբ, որոնց շատ հարգում ենք, երևի բժշկի մասնագիտությունից, բուժ աշխատողի մասնագիտությունից վեր մասնագիտություն չկա։ Մի քիչ կարող է այլ կերպ հնչել, բայց այդպես է, առիթից օգտենք շնորհավոր ենք Կապանի, Սյունիքի ամբողջ հանրապետության բուժ աշխատողներին, բուժ աշխատողի օրվա կապակցությամբ առաջին հերթին ցանկանանք իրենց քաջ առողջություն։ Իրենք պետք է լինեն առողջ, որ կարողանան բժշկել հիվանդներին, հիվանդի առողջության հետ կապված խնդիրները կարողանան լուծել։ Հունիսի 7-ին Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին Հայ ասպետը հեռուստատեսային մրցախաղին եւ 57 միավորով հաղթող ճանաչվեցին։ Կապանի թիմը 3 միավորով գերազանցեց Սասնաշենի թիմին 7-ով Երևանին։ Նրանք բոլորն էլ տպավորված են խաղից, ոգևորված արձանագրած արդյունքներից։ Քանի որ մենք շատ լավ ենք պատրաստել, շատ ենք ցանկանում, որպեսզի հաղթանակը հենց մեր լիներ։ Մեր ընկերները շատ նույնպես շատ ուժեղ են եւ մենք կարողացանք հաղթահարել այս խաղը եւ հաղթեցինք։ Ես շատ ուրախ եմ մասնակցության համար եւ բարդ եմ, քանի որ մենք բոլորս հաղթեցինք։ Ճիշտ է, շատ դժվար էր աշխատելը, սակայն մենք ամեն ինչ հաղթահարեցինք եւ վերջը կարողացանք հաղթել։ Ես շատ ուրախ եմ երևիս համար եւ մաղթում եմ, որ այս հաղթանակը լինի առաջինը, բայց ոչ վերջինը։ Հարցերի ժամանակ լարված էինք, կաշկանդված, սակայն կարողացանք հաղթահարել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցին, որ հենց մեզ ընտրեց այս խաղի մասնակցելու համար, ուսուցիչներին, որ մեզ հետ աշխատեցին, ինչպես նաև ծնողներին, որ այս ընթացքում մեզ հետ եղան։ Եվ մենք պարտավոր էինք հաղթել, որպեսզի բարձր պահենք Կապանցու եւ Սյունեցու պատիվը։ Խաղի վերջում ես մի փոքր հուզվեցի, բայց շատ ուրախ էի, որ ճիշտ է ես չպատասխանեցի, բայց իմ թիմը հաղթանակ կրեց։ Եվ կարևորը մասնակցությունն է։ Եթե նույնիսկ ես ինչ-որ մի դեր չունեցա այդ խաղում, բայց իմ թիմը հաղթեց։ Զանգել էր արքայապատում թեմայից, Զաբել Թագուհու մասին։ Այդ հարցին ճիշտ պատասխանեցի եւ ես թիմին բերեցի 6 միավոր, որը օգնական թիմի առավելագույն միավորն էր։ Ես պետք է ներկայացնեի մեր հրահ եւ մամրե այո։ Ես ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, մինչ խաղը ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, բայց երբ վերջացավ առաջին փուլը եւ մենք զբաղեցնում ենք վերջին զոնականը, ես քիչ հուզվեցի, քանի որ մտածում եմ, որ մենք կարող ենք հաղթել։ Ես հպարտ եմ նրանով, որ ես մասնակցեցի այս խաղին եւ նաեւ հպարտ եմ նրանով, որ հաղթեցի այս խաղը։ Ճիշտ է, այս խաղի համար մենք բոլոր պարտական ենք մեր ծնողներին եւ ուսուցչուհիներին հատկապես։ Այս խաղը ինձ տվեց շատ գիտելիքներ, գիտեինք, բայց կաշկանդվում ենք, այդ պատճառով չկարողացանք վաստակել Հայ ասպետ։ Ինձ հարց էր եկել արքայադուստր Սիրատիկի վրա հեքիաթից եւ տատիկի դասը մուլտֆիլմից։ Լավ պատրաստվել էի, շատ լավ խոսում էի, շատ լավ ներկայացնում էի։ Որ հարցն է քոնը։ Սմբատ Սպարապետ։ Այո, Սմբատ Սպարապետի մասին։ Կիլիկյան Հայաստանի գործիչը, չի հիշել։
Հեռուստախաղի գլխավոր նպատակն է նոր սերնդի ինտելեկտուալ դաստիարակությունը, ինչը գնահատվում է որպես ազգային անվտանգության գործոն։ Կապանցի ասպետիկների հետ աշխատած ուսուցչական համակազմն ու ծնողները գտնում են, որ կարևոր է մասնակցությունը։ Վերջիններս գոհ են թիմի արձանագրած արդյունքից։ Մեր աշխատանքը կազմակերպել ենք շատ յուրահատուկ ձևով։ Ես անձամբ ներկայ եմ եղել եւ շների թեմայի պարապմունքներին եւ սոցիալ զանտարին։ Ես ականատես եմ եղել մեր գեղեցկուհի Կարինեի պատասխաններին փորձերի ժամանակ, բայց Կարինեն մի քիչ հուզվեց, որովհետեւ իրեն այնտեղ հնարավորություն չտարվեց մասնակցելու։ Սյունեցին միշտ հաղթում է, քաջե Սյունեցին, անվախ է, խելացի է եւ մեր փոքրիկները ապացուցեցին, որ Սյունեցին միշտ պատվով է, դուրս գալիս իրավիճակից։ Հաշվի առնենք, որ տարվա ամենածանր շրջաններ, գիտակցիան, միջոցառումներ, նախաշրջաններ, քննությունների պատրաստվելու, չորրորդիները քննություններ էին տալիս, կիսամյակային գրավորներ էր, բավականին բարդ էր այո։ Եղել մեծ միջոցառումները եւ մայիսի 9-ի միջոցառումը եւ վերջի զանգի միջոցառումները, դրա հետ միաժամանակ մեր ուսուցիչների համատեղությունը, միասնությունը մեծ հատկապես ընդգծացել նրանք ավելի ձգտում էին բարձր գնահատականներով ավարտել դպրոցը, կիսամյակային գրավորներից բարձր գնահատականներ ստանալ, իրենց անհանգստության մասին պատմում էին մեզ, բայց մենք ոգևորում էինք նրանց, որ դուք կարող եք հաղթահարել եւ այն դժվարությունը, եւ այս դժվարությունը, եւ դժվարություններ հաղթահարելով է մարդը հաղթում կյանքում։ Մայրենի լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության, ազգային ավանդույթների եւ պարարվեստի մասին գիտելիքներով մրցակցող երեխաները ջանք ու եռանդ չխնայեցին լինելու առաջինը։ Նրանք եւս մեկ անգամ վերհիշեցին խաղը, իրենց պատասխանները, հանձնախմբի վերաբերմունքն ու գնահատականները։ Նրանք վստահ են, որ կարող էին ավելին, քան վաստակել են։ Թիմն արժանացավ նվերների, պարգևատրվեց նաեւ դպրոցը։ Իդեպ հեռուստախաղը եթեր կհեռարձակվի հուլիսի 26-ին, ժամը 13-ին Հայաստանի առաջին հեռուստաալիքով։ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն առաջիկայում Սյունիքի մարզում եղանակի կտրուկ փոփոխություններ չի սպասվում։ Օդի ջերմաստիճանը կպահպանվի նորմայի սահմաններում, միայն հունիսի 18-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հունիսի 18-ին երեկոյան գիշերվա առաջի կեսին սպասում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 20-25 մետր արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, քամին հարավ արևմտյան 5-ից 10 մետր արագությամբ, օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, իսկ 19-ից 22-ը սպասում է առավելապես առանց տեղումների եղանակ եւ օդի ջերմաստիճանը աստիճանաբար 2-3 աստիճանով կբարձրանա։ Կապանում հունիս ամսին օդի ջերմաստիճանը ավելագույնը կբարձրանա 37 աստիճանով։ Ժորա Գևորգյանը ներկայացրեց նաև առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի տեսությունը։ 18-ին գիշերվա ջերմաստիճանը սպասում է 14-ից հովիտներում 14-ից 19, ցերեկը 31-ից 34 աստիճան, նախալեռներում գիշերը 8-ից 13, ցերեկը 23-ից 26 աստիճան, 19-ին գիշերը 15-20, ցերեկը 32-35, նախալեռներում 9-ից 14 գիշերը, ցերեկը 24-ից 27 աստիճան, գիշերը հովիտներում 16-21, ամսի 20-ին, ցերեկը 33-36 աստիճան, նախալեռներում գիշերը 10-ից 15 աստիճան, ցերեկը 25-ից 28 աստիճան, 21-ին գիշերը հովիտներում 17-22, ցերեկը 34-ից 36 աստիճան, նախալեռներում գիշերը 11-ից 16, ցերեկը 26-ից 29 աստիճան, տաքություն 22-ին գիշերը հովիտներում 17-ից 22, ցերեկը 34-ից 36 աստիճան, նախալեռներում գիշերը 11-ից 16, ցերեկը 26-ից 29 աստիճան։
Հիդրոմեծառայության նախնական կանխատեսումների համաձայն այս տարի շատ շոգ ամառ չի սպասվում, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամառը սպասում է ոչ խիստ շոգ։ Տեղումների քանակը սպասում է հունիսին 65 մմ կապանին է վերաբերվում, հուլիսին 32, օգոստոսին 28 մմ։ Ամռան այս ամիսներին արևի վնասակար ճառագայթներից զերծ մնալու համար խորհուրդ է տրվում օրվա որոշակի ժամանակահատվածում խուսափել արևի տակ մնալուց։ Հայպետհիդրոմետրի կողմից խորհուրդ է տրվում ցերեկվա ժամը 11-ից մինչև 18-ը արևի տակ երկար չկանգնել, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է լինում այդ ժամերին։ Սյունիքի մարզում ամռան ամիսներին ամենաբարձր ջերմաստիճանը արձանագրվել է 2011 թվականի հուլիսին, Մեղրիում։ Այստեղ հուլիսի 30-ին ջերմաստիճանը 43.7 աստիճան էր, իսկ Կապանում 39 աստիճան։